Թող մեր Տիրոջ անունը փառավորվի եւ բարձրանա ամեն անունից վեր։ Սիրելի եղբայրներ, քույրեր, ես մի քանի խոսք ուզում եմ իմ սրտից կիսվել այսօր ձեր հետ մեր եւ Աստծու հարաբերությունների մասին։ Մեր եւ Աստծու հարաբերությունների հիմքում ինչն է անկած, էլի։ Դրա մասին մի քանի բան ուզում եմ այսօր Աստծու ողորմությամբ իրար հետ զրուցենք։ Ես ուզում եմ կարդալ նախքան խոսքը սկսելը Հռոմեացիս թղթից 11-րդ գլխի 33-ից մինչև 36 խոսքը։ Ով Աստծո մեծության ու իմաստության եւ գիտության խորունկություն է, ինչպես անքննելի են իր դատաստաններն ու անզննելի են իր ճամփաները։ Վասնզի ով իմացավ, ով գիտցավ Տիրոջ միտքը, կամ ով նրան խորհրդակից եղավ, կամ ով նախապես նրան բան մտվավ, որ փոխարենը իրեն տրվի։ Որովհետև ամեն բաները անկե, անով եւ անոր համար են իրեն փառք հավիտյանս ամեն։ Սիրելի եղբայրներ, քույրեր, Աստծո մեծության եւ իմաստության գիտության խորությունը։ Սա Աստծուն ճանաչելուց է, որ մենք ունենում ենք այս ամենը։ Ճանաչում ենք Աստծո մեծությունը, Աստծո իմաստությունը, Աստծո գիտությունը եւ այդ գիտության խորությունը։ Բայց ասում է, որ անքննելի են իր դատաստաններն ու իր ճամփաները անզննելի են։ Եվ հետո շարունակության մեջ, որ ասում է, ով իմացավ Տիրոջ միտքը եւ նրան խորհրդակից եղավ։ Ժողովուրդ ջան, մեզնից ով է իմացել նախապես, թե Աստված ինչ է ծրագրել, ինչ է որոշել անի, ինչ է ուզեցել ունենա։ Եւ մեզանից որ մեկը սա, որ Աստծուն խորհուրդ ենք տվել, որ ասել ենք Տեր Աստված, այս սենց արա լավ կլինի։ Մեզնից մեկը խորհրդակից եղել է իրան։ Իհարկե ոչ։ Կամ ասում է, ով նախապես նրան մի բան տվեց, որ փոխարենը իրան տրվի։ Սիրելի եղբայրներ, քույրեր, մենք քանի որ ծնվել ապրել ենք մի աշխարհի մեջ, որտեղ ոչ մի ձրի բան չկա, մենք չենք պատկերացնում, որ ասենք Աստծու հետ այդ ձև չէ, այդպիսի հարաբերություններ չի, ինչպես մարդկանց մեջ է։ Որովհետև անգամ մեր, ասենք, ամենաչնչին բաների մեջ մենք անընդհատ փոխարենը մի բան պահանջում ենք, եթե տվել ենք։ Եվ եթե ուզում ենք մեկից մի բան ստանանք, անպայման տեղը վճարում ենք մենք, կամ նախապես, կամ հետո։ Որպեսզի պարզ լինի մի հատ բան, միշտ իմ մեջ հիշում եմ էդի, մենք ծնողներս դասատուներ էին, մենք գյուղում ենք ապրում, բայց գոմ չունեինք, կով չունեինք։ Հարևաններից, մտերիմներից ելնում էր, որ մեզ վեդրոյով կաթ էին բերում, կաթը տալիս էին, հիշում եմ, մամաս այդ կաթի վեդրոն վերցնում էր, կաթը օգտագործում էր, որ պետք է վեդրոն հետ տար, մի հատ դամբուլի ծառուն էինք, լավ բերք էր տալի։ Այդ դամբուլը լցնում էր պոլնի, սենց հիշում եմ, էլի ասում էր, բանը լինի, որ լիքը լցնենք, ու փոխարենը անպայման տալիս էր։ Այդպես բան չկար, որ այդ վեդրոն դատարկ հետ տար։ Այսինքն լավության տակ չմնա, որովհետև մարդը այդպես ասովոր։ Մարդկային կյանքի մեջ առևտուրն է, ժողովուրդ ջան։ Ասма ձրի բան չկա, հիշում եք ձրի համար ինչ ասում, ասма ձրի բան, ձրի պանիր մենակ որտեղ կա, թակարդի մեջ, չէ, որ մուկը խափնվի, գա, ընկնի թակարդը, մենք չենք հավատում սրան, բայց երբ որ մենք ճանաչենք Աստծուն, եթե ճանաչենք, Աստված մեզ հայտնվի, մենք կտեսնենք, որ մեր եւ իր հարաբերությունների հիմքում առևտուրը չի ընկած, Աստված մեզ սիրել է, դրա համար է տվել իր որդուն, եւ միայն սրա համար է տվել,
Ոչ թե իր որդուն տվել է մեզ որպես կյանք, փրկություն ու հետո որպեսի մեզանից բան ստանա։ Ինչ որ մեկը կարա փոխարենը նրան մի բան տա, որդուն է տվել, սիրելի եղբայրներ, քույրեր, ավտո չի տվել, տուն չի տվել, չգիտեմ ինչ չի տվել, եւ մեզ իրականում դա չի պետք եղել, չէ՞, մեզ պետք է եղել մի բան, մեռածին ինչ է պետք։ Կյանք, ասма ծարավի քով ջրով գնա, ծարավին ջուր տուր։ Մենք մեռած էինք, մեզ կյանք էր պետք եւ Աստված գիտեր եւ իր խորհրդի մեջ էր, որ մեզ կյանք շնորհեր եւ Հայրը, Որդին ու Սուրբ Հոգին սրա մասին են վկայում, որ Աստված մեզի կյանք տվեց եւ այդ կյանքը իր Որդի Հիսուս Քրիստոսի մեջ է, ով հավատաց այս տված լուրին, ով որ հավատաց նրան է բացում Տիրոջ բազուկը, հայտնվում է Տիրոջ բազուկը։ Մեր եւ Աստծո հարաբերությունների հիմքում միայն ընկած է սա, Աստծո սերը, որով Աստված մեզ այցելություն արեց, եկավ մեզ կորսվածներից, սիրելի եղբայրներ, քույրեր, մեռածներից, ասում է ես ձեր գերեզմանները պիտի բացեմ, չի ասում պիտի գամ մի հատ տեղ, որտեղ դուք սովորում եք, թե ճաշարան եք գնաց, այնտեղ չեմ ձեզ այցելել կամ ձեր տանը, ասում է ձեր գերեզմանները, որովհետև մարդկությունը Աստծո առաջ մեռածի պես է, մեռած է, Աստծուց կտրված է, չէ որ կյանքը նրանով էր, կյանքը ինքն է, իսկ մենք իրանից կտրված։ Ուրեմն երբ որ ինքը մեզ այցելում է մեզ մեր գերեզմաններից հանում է, Եզեկիելի մարգարեության մեջ գրված է այսպես։ Ասում է ձեր գերեզմաններից պիտի հանեմ, պիտի բանամ այդ գերեզմանները, պիտի հանեմ, ձեզի պիտի կյանք շնորհեմ։ Մի ուրիշ տեղ ասում է նոր սիրտ պիտի տամ քարեղեն սրտի տեղը եւ պիտի անեմ այնպես, որ դուք իմ կանոններից մեջ քայլեք, իմ օրենքներս պահեք։ Աստված մեզ մեռած տեղից մեզ կյանք հաշնորում, իր ասում է իմ հոգիս պիտի դնեմ ձեր ներսիդին եւ դուք պիտի կենթանանաք եւ պիտի գիտնաք, որ ես եմ Տերը, որ ասեցի ու այս բաները արեցի։ Աստվածա Տերը, որ այս բաները ասեց եւ արեց, իրան հավիտյան փառք, սիրելի եղբայրներ, քույրեր։ Ուրեմն, երբ որ հիմա մենք կկանգնենք աղոթքի, արդյոք մենք այդ աղոթքի ժամանակ, որ պիտի անենք, ասենք թե ամեն մեկս մի բան մտածում ենք, որ Տիրոջ առած զրուցենք, խոսանք, հələ մի հատ նայեք ձեր ներսը, ես էլ իմ ներսը նայեմ, արդյոք իմ հետ ես բերել եմ այդ աղոթքի հաջողվելու համար, Աստծո դռներից ներս մտնելու համար արդյոք բերել եմ ինչ-որ բաներ, այդ վեդրոն բան եմ լցրել, որ հետ բերեմ իրան, որպեսզի վստահ լինեմ, որ ինձ կընդունի։ Արդյոք ես այդ հոգեբանությամբ եմ հիմա իրան մոտենում, թե ես լսել ու հավատացել եմ, որ Աստված այնպես սիրեց, որ մինչև անգամ իր միածին որդին տվեց մեր համար, եւ որ որդուն տվեց, էլ ինչպես մնացած բաները անոր հետ չի տա մեզի, բայց անոր հետ, առանձին չէ, սիրելի եղբայրներ, քույրեր։ Ուրեմն ամեն բանից առաջ մեր խնդրվածքը եւ մեր ուզածը ոչ թե Աստծուց ինչ-որ բաներ է, որովհետեւ շատերն էին իր հետևից գնում, սիրելի եղբայրներ, քույրեր։ Շատերն էին գնում Հիսուսի հետևից, երբ որ տեսան, որ 5000-ին կերակրեց ու հաց ավելցավ։ Բայց Հիսուսն ասում էր, դուք չեք ուզում ինձ գալ։ Հետաքրքիր է, ամբողջ իր շուրջը հավաքված էր, ժողովուրդը իր հետևից էին եկել, բայց ասում է, դուք չեք ուզում իմ հետևից գալ։ Չեք ուզում ինձ գալ, որպեսզի կյանք ունենաք։ Սա ասվում է Հովանու ավետարանի ես կարդամ այդ տեղը։ Հովանու ավետարանի 5-րդ գլխի 40 խոսքում եւ դուք չեք ուզում ինձի գալ, որ կյանք ունենաք։ Սիրելի եղբայրներ, քույրեր, այսօրվա մեր ուզածը ինչ է, մեր փնտրածը ինչ է, կամ ով է, եթե այսպես ասենք։ Եթե մեր հոգու կարոտը, մեր բաղձանքը, մեր փնտրտուքը Հիսուսին ունենալն է, սիրելի եղբայրներ, քույրեր, ուրեմն իմացեք, որ նրան ունենալու համար
նրա հետ հաղորդություն ունենալու համար պետք չի, որ ձեր թևի տակ մի հատ բամբաներ կա դնեք, մի քիչ առևտուր անեք, որ տուն մտնելուց ոտները պինդ լինի, նրա սրահները մտնելը, նրա սրբության սրբոցը մտնելու համար արյուն է թափվել, Սուրբի արյունն է թափվել, սիրելի եղբայրներ, քույրեր, եթե ես այդ թափված արյանը չեմ նայում եւ ես ուզում եմ մտնել Աստծո հետ հարաբերությունների այդ սրբության սրբոցը, ինչ որ իմ արածներով, իմ բերածներով ես անարգում եմ այդ արյունը։ Ես չեմ հավատացել Հիսուսին։ Ես գիտեմ, որ Աստված կա, որ իր առաջ պիտի կանգնեմ, որ իրան պատասխան պիտի տամ իմ արածների համար։ Ես այդ բոլորը գիտեմ, բայց ես չեմ ճանաչում իրան, որովհետև իր էության բուն պատկերը Քրիստոսն է։ Իսկ սա նշանակում է, որ Աստված ինքը խորհուրդ արեց, իր ներսում ինքը հավիտենական սեր է, Աստված սեր է եւ սրա համար տվեց իր որդուն։ Եվ սրանով հիմա բաց է ամեն մեկիս համար, ամեն հավատացողի համար սրբության սրբոցը մտնելու, կենդանի Աստծու հետ հաղորդ լինելու ճամփան բաց է եւ այդ ճանապարհը ճշմարտությունն ու կյանքը Քրիստոս Հիսուսն է, որ Հայրն Աստված տվեց մեզի, տվեց ձրի։ Եկեք ինձի, ասում է տոնի ատենը կանգնած աղաղակում էր Հիսուսը եւ ասում էր. եկեք ինձի բոլոր ծարավացներ, եկեք ինձի։ Հիսուսը ասեց սամարացի կնոջը. եթե միայն ինչ լիներ, եթե միայն իմանայիր Աստծո պարգևը, Աստված պարգև է տվել մեզ, սա ձրի պարգև է, եթե միայն իմանայիր Աստծո պարգևը եւ թե ով է քո հետ խոսում, դու ինքդ իրանից կուզեիր եւ ինքը քեզ կտար այդ ջուրը եւ դու խմելով կյանք կգտնեիր եւ այլևս չէիր ծարավի։ Փառք Աստծուն, սիրելի եղբայրներ, քույրեր, թող Աստված փառավորվի, մենք հիշենք, որ Աստծու հետ եղած հարաբերությունները մեր առևտրի հիմքի վրա չի, փոխարենը տալու, կարող է սկզբից ես տալի կամ հիմա չունես, մտածում ես հետո կտամ, Աստված պարտքով չի տալիս մեզ։ Իր ողորմությունը հավիտյան է, առանց զղջալու է եւ ձրի է, իրան հավիտյան փառք, ամեն։